ժամանակը պիտի գրկես իսկ տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում է, առաջի հայացքը ոչ թե ասում։ Ծառան իրատիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարի առավոտ էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով, Փառք Տիրոջը այս հրաշալի օրվա համար եւ մենք կրկին անգամ շարունակում ենք մեր եթերը եւ այսօրվա մեր հյուրն է Մեսելի Էդվարդ Հարությունյան եղբայրն, նա վերնատան հովի օգնական հովիվ է, վստահ արդեն շատերը ճանաչում են եւ սիրված, սպասված հրաշալի Աստծո մարդ, որ այստեղ մեզ հետ է։ Շնորհակալ եմ Էդվարդ եղբայր, եկար ընդունեցիր հրավերս։ Փառք Տիրոջը քո համար։ Բարի լույս ձեզ։ Թող Աստված օրհնի ձեզ, ձեր եթերը, Աբրահամ եղբայրս։ Պատղաբեր, կարևոր, շինաբեր գործեկան։ Շնորհակալություն հրավերին։ Ձեր հետ միասին եղբայրս, Փառք Տիրոջը եւ մենակ այս եթերը միայնակ վարելը շատ վտանգավոր է, նախ եւ իրոք սպառվում ես, կարելի ասել, բայց եղբայրների հետ միշտ զորանում ես եւ առավել քառապատիկ, տասնապատիկ, հարյուրապատիկ արդյունք է տալիս, երբ որ եղբայրների հետ ենք։ Դա իրոք շատ կարեւոր է։ Փառք Տիրոջը եւ անցնենք միանգամից, եթե այսպես ասեմ, որ թեման շատ հրաշալի թեմա է, շատ սիրված, սպասված եւ այս թեման որքան էլ որ խոսվի բազմաշերտ, բազմակողմանի սպեկտրը շատ լայն այս թեմայի աղոթքի մասին է նորից եւ առավել ուրեմն հարատև աղոթքի մասին է խոսքը մի փոքր նախաբան եթե կարելի է աղոթքը մեր կյանքի անբաժանելի մի մասն է ապրել առանց աղոթքի նույնն է որ հոգևոր կյանք չապրես։ Ես կասեի նաև կնմանացնեի շնչառության։ Կարող լինի, չէ՞։ Կարող լինի։ Այո։ Հիմնականում երբ որ մենք մարդուն խորհուրդ ենք տալիս ինչ որ բաներ անելու հոգևոր կյանքում 3 բան ենք խորհուրդ տալի։ Կարդալ, աղոթել, ժողովների մասնակցել, հա։ Հիմնականում այդպես։ Հա։ Շատ ենք ասում դրա մասին։ Եվ դա ընդհանրապես ոչ թե ծեծված այդպես խոսք կա որ պետք է անդադ կրկնել, ինքը իրականում մեր կյանքի ամենակարևոր, ամենաանհրաժեշտ հիմնական բաներն են։ Աղոթել, այսինքն Աստծո հետ հաղորդակցություն, շփում, Աստծո ներկայության մեջ մնալ եւ այլն, եւ այդ բոլորը պետք է, այո, եթե հնարավոր է, լինի հարատև, մշտական, անդադար։ Ես մի խոսույթ ունեմ, այսպես եմ ասում, որ եթե ուզում ես հասկանաս որքան ես առաջացել հոգևոր կյանքի մեջ եւ ճանաչողություն ձեռք բերել Աստծուն ու շատ իրեղիր քո աղոթներին քո աղոթները կհուշեն քեզ Ինչ կասեմ կարող ենք ասել որ աղոթները ուղիղ համեմատական են մեր հոգևոր կյանքի հետ ինչքան հոգևոր աճում ենք այնքան մեր աղոթները ավելի խորն են դառնում ինչքան Աստծուն սիրում ենք այնքան ավելի շատ ժամանակ ենք անցկացնում Աստծո հետ ինչքան Աստծո կարիք ունենք այնքան ավելի կարճում ենք իրենից ինչքան գոհ ենք Աստծոց այնքան ավելի փառաբանում ենք Աստծուն Այդպես շարունակ, ինչքան մարդկան շատ ենք սիրում, այնքան ավելի շատ բարեխոսում ենք։ Այսինքն աղոթները իրոք ցուցիչ են։ Երբեմն օրինակ ես ինձ բռնել եմ դրա մեջ, անգամներ ասել եմ ռադիոյով մեր եթերով, որ երբեմն անհրաժարդում ես ու տեսնում ես որ աղոթքը կարծես նույնն է։ Ինչ որ 3 տարի առաջվա, ինչ որ պահեստավորված բառեր, ինչ որ արդեն sense ֆորմալ աղոթագիր ունի սեփական։ Հա, սեփական աղոթքը իր դրիվ ատրիբուտները բանո, բայց հանկարծ հասկանում ես, որ ինչ որ մի բան այն չի։ Աղոթքի կյանքը պետք է իրականում անընդհատ փոփոխվի։ Այո, եւ որակավորված, այսինքն որակի, հետո հետեսնայում տենում ես Ինչքան հասարակ աղոթք է անում, առաջինը փոխվել աղոթքից բնույթը եւ դա մեզ ուրախացնում է։ Այո, Հակոբոս ոնց ասում է ուրախ ես
փառաբանի հիվանդես կանչի թող բժշկության աղոթք անեն, այսինքն ինքը ցույց է տալի, որ աղոթքը միալար չի, էլի։ Ինքը դինամիկ, փոփոխվող բան է։ Կախված է օրից, կախված է քո տրամադրությունից, կախված է քո իրավիճակից, ասո քո ճանաչողությունից, այդ ամեն ինչից գալիս է։ Շատ անգամ աղոթները կապ ունեն մեր հայտնությունների հետ։ Սուրբ Հոգին հայտնություն է տալիս մեզ Սուրբ գրքից, ու դրանից էլ մեր աղոթքը կարա մի հատ նորոգություն ապրի, փոփոխություն ապրի։ Իրա մեջ աղոթքը, գիտես հեն, ուզեցի, որ սա շոշափվի նախաբանի մեջ, որովհետև ընթացքում չեմ ուզի քեզ շատ խանգարեմ։ Աղոթքը մի տեսակ մեր մեջ ասոցացվում է միայն խնդրանք, բայց կարծում ես, որ դա երբեմն կարա լռություն լինի, կարա զարմանքի արտահայտություն, հիացմունքի արտահայտություն լինի, այդ բազմաշերտ, այդ գեղեցկագույն երևույթը կամ փորձառությունը յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ապրի։ Ես երբեմն ասում եմ, հələ փորձեք աղոթք վերցրեք, ասենք 2 րոպե, 3 րոպե, 5 րոպե, ինչքան որ կաղոթեք։ Եվ միայն փառաբանության, գոհության, շնորհակալության աղոթք բարձրացրեք։ Չեմ ասում միշտ այդպես աղոթենք, հնարավոր չի, դե խնդրանքներ էլ ունենք, բնական է եւ դա ճիշտ է։ Բայց հələ փորձի ասենք, այս մի անգամ միայն գոհության, ասում չեք կարողանում։ Մի բան իրականում լավ չի ստացվում։ Էլի վերջում ոնց լինի մի բան ուզում ենք խնդրենք։ Հələ փորձ միայն գոհության աղոթք բարձրացրեք։ Բայց չես օգնի որ քեզ փառաբան։ Շնորհակալ ենք, բայց մեկին ես հիշում եմ այդպես հարց տվի, ոնց ես, ասեց շատ sense party-ը ուրախ, sense party-ը վատ եմ։ Երբեմն աղոթնել, դե փառք ես, վատ եմ։ Այո, շատ կարևոր է եւ անպայման այս մի երգից հետո կանրադառնանք, այս երգն էլ իր մեջ աղոթք է, այսպես ասած, աղոթքի մասին է, բայց տեսնենք ինչ աղոթք ունի այս երգի իր մեջ, մեզ շատ բան կհուշի։ Մեր սիրելի, ուրեմն Էլեն Ասատրյան քրոջ կատարմամբ ես ուզում եմ լինել քեզ նման, սա էլ աղոթք, եկեք ըմբոշխնենք։ Ես ուզում եմ լինել քեզ նման, լինել այդպես ինչպես դու, վել մարդկանց ինչպես դու ես վել, արարել ու սիրել ինչպես դու, ծովեր կան ներ սուրտերում փոթորկվող, որ խաբեն ուսնում, վերքեր կան բաց ավերահավոր, որ ուզում են բուժել ինչպես դու, ծովեր կան ներ սուրտերում փոթորկվող, որ խաբեն ուսնում, վերքեր կան բաց ավերահավոր, որ ուզում է բուժել ինչպես դու։ Ես ուզում եմ ապրել քեզ նման, ամեն օր ապրել ինչպես դու, աղոթել զորությամբ ու լինել մարդկանց մեջ ու սիրել ինչպես դու, կյանքեր կան մեր կողմերում մոլորված, որ գրկող ձեռքեն ուզում, սրտեր կան փակ բարեր չհյուսված, որ ուզում եմ լսել ինչպես դու, կյանքեր կան մեր կողմերում մոլորված, որ գրկող ձեռքեն ուզում, սրտեր կան փակ բարեր չհյուսված, որ ուզում եմ լսել ինչպես դու, ես ուզում եմ մերնել քեզ նման, ամեն օր զոհվել ինչպես դու, զոհվելով արարել ու երբեք չսպառվել ու լինել այնպիսին ինչպես դու, երամին նրանց, որ այնպես են ապրել, այնպես ինչպես դու, իրել, սիրել, չարչարվել ու խաչվել,
Եվ մեռնեմ եւ ապրեմ ինչպես դու Ես ուզում եմ լինել քեզ նման 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 Ուղղակի նստես մենիկ պահ են ասում շատ լավ խոսք է հայկական այսպես խոսույթ է մենիկ պահ հենց ինքը իր մեջ աղոթք ունի ու խորհես խորանաս չգիտեմ ու քո մեջ իրոք օրգանիկ աղոթք բարձրանես դրան ասում են օրգանական աղոթք ոչ սարքած ոչ արհեստական ոչ կազմակերպած այլ ուղղակի ինձ հոգու հետ միացած աղոթք որտեղ անհնար է որ այս տեսակ խոսքեր չլինեն ճանաչեմ ով ես դու Տեր օրինակ Սողոսը երբ որ Դամասկոսի ճանապարհին էր եւ Տերը հայտնվեց նրան ինչ զորություն կար այդ երկու բառի մեջ որ ինքը արտահայտեց ով ես դու եւ ինչ անեմ սա աղոթքի չգիտեմ երկու բառ բայց հրաբուխի պես սիրով լսում ենք ես ասում աղոթենք այնպես որ նույնիսկ տիրոջ դուրը գա միանշանակ ոչ թե մենակ մեր ոչ թե շրջապատի եւ ընդունելի լինի ասում եւ Տերը անուշ հոտոտած սա շատ մի բան ասեմ եւ միասին այսպես եւ շարունակի եղբայրս մենք աղոթք ենք անում մոնոլոգ իմաստով ասեցինք մեր ես ուզում արքես տվինք չենք ասում այդպես բայց մեր վերաբերմունքն է այդպես եւ առավել վտանգավոր երևույթը եւ չգիտեմ անհասկանալի երևույթը սա է սկի հետաքրքրված չենք Տերը լսեց չլսեց ընդունեց չընդունեց Տիրոջն ասել եմ իսկ ինքը ինչ ասել ես իմ կողմը արեցի դե հիմա դու կողմը չէ շատ լավ սիրով եղբայրս եւ որպես այսպես ասենք հիմք հիմունք այսօրվա մեր խոսակցության համար վերցել եմ Ղուկաս 18-րդ գլխում հենց առաջի խոսքից հրաշալի մի պատմություն որ Տեր Հիսուս ինքը պատմեց մենք դրանց առակներ ենք ասում եւ ճիշտ ենք ասում այդպես է գրված առակ էր բայց սրանք կարծում եմ կյանքի իրական օրինակներ են օրինակ Աղքատ Ղազարոսը որոշներն ասում են պատմությունը առակ չի այսինքն իրական պատմություն է այստենց էլ եղել է գելադժող աղքատ բանը հարուստը աղքատը գնացել Աբրահամի գոգը բայց Տիրոջ պատմած գրեթե բոլոր առակներն կյանքից վերցած դեպքեր էին ինքը ուղղակի այդ դեպքերը օգտագործում էր որպեսզի ինչ որ բան հասկացներ ինքը պատմություններ չէր պատմում ասեն վայ շատ հետաքրքիր պատմություններ ինքը ինչ որ մի իմաստ էր հաղորդում հիմա այստեղ է իրական կյանքից վերցրած մի դեպք էր բայց այս դեպքով Տեր ուզում է մեզ ինչ որ բան սովորացնի եւ նրանց մի առակ էլ ասեց այս բանի վրայով թե պետք է ամեն ժամանակ այսինքն հարատև անդադար շարունակական աղոթք անել եւ շատ կարեւոր բառ կա այստեղ չձանձրանալ մարդը կարող աղոթի ու ձանձրանա ինչու որտեվ աղոթեց պատասխան չկա աղոթեց պատասխան չկա ասեց արձագանք չկա դե պարզավոր կձանձրանաս էլի չէ ես քո հետ հիմա խոսում եմ չես խոսում դե լավ էլի Աբրահամ ջան այսինքն միակողմանի էլի ահա այսինքն աղոթքը պետք է պատասխան ունենա պատասխան պետք է ունենա որ դա մարդուն ավելի ոգևորի քաջալերի մխի որ քեզ լսող կա, քեզ պատասխանող կա։ Օրինակ քեզ տեսնող կա։ Երբ որ դու սիրահարված եղել ես, սիրահարված ես, եւ էի, ես էլ հիշում ես ինչքան ենք մենք թեմա ենք փնտրում իրար հետ խոսալ։ Ինքնաբուխ էր իմ մոտ։ Շատ, այսինքն սիրո հիմքի վրա
Հա, բայց եթե անդադ խոսայի ունքեզի ոչ մի բան չունենա պատասխանել, կդասրանա երևի, չգիտեմ։ Դա սեր չի, այսինքն Գոնե հայացքով դի պատասխաներ։ այո, հայացքով էլ խոսալու, չէ՞, Այո։ հիացմունքով նայր քեզ, չէ՞, Այդպես էլ եղել է։ այո։ Այլապես շարունակություն չէր ունենա։ Ուրեմն պետք է ամեն ժամանակ աղոտ կանել եւ չծանրանալ։ Եվ պատմությունը ասեց. Մի դատավոր կար մի քաղաքի մեջ, որ Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ Եվ նույն քաղաքի մեջ մի որբևարի էլ կար, որ նրա մոտ էր գալի եւ ասում էր. Իրավունք արա ինձ, իմ ոսոխից եւ ազատիր ինձ։ Եվ նա որոշ ժամանակ, այսինքն դատավորը, չէր ուզում այդ կնոջը լսել, բայց հետո իր մտքի մեջ ասեց. Թեև Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, ինչ էր տակիր ինքն իրան բնութագրում է, գոնե այս որբևարին ինձ ձանձրացնելու համար իրեն իրավունք հանեմ, որպեսզի չգա եւ ամեն ժամանակ ինձ թախանձի։ Այս թախանձի բառն էլ է կարևոր, որտեղ sense անընդհատ լալահարաճ կասեր, խնդրում եմ, դուր, արա, ախր, մեղքեր։ Հա, իրականում մխկտում էր, դե իրականում խեղճ կին էր։ Որբևարի բառը որ ստե դրված է, նկատի ունի, որ ամուսին չունի, միգուցե զավակներ էլ չուներ, միգուցե տենց կարևոր, ինչ որ, ահա, տենց հարուստ բարեկամներ էլ չուներ, միայնակ կին էր։ Աղքատ, խեղճ, հասարակության մեջ ինքը շատ ցածր, շատ փոքր թույլ տեղ էր զբաղացնում եւ ինքը հասկանում էր, որ դատավորի մոտ իր մխկտոցից, իր նվնվոցից, իր լացից, իր հառաչանքից բացի ուրիշ բան չունի։ Ինքը մենակ մի բան ուներ, որ մի ձևի այդ դատավորի խիղճը շարժի, որտեղ ուրիշ հետաքրքրություն ինքը դատավորի համար չուներ։ Ոչ արտաքին ուներ, որ դատավորը գրավեր իրանով, Ռավ կնիկ էր երևի, թե միգուցե մի 80-90 տարեկան, նա մեծ կին էր արդեն, հասկանում ենք, որ գումարային ֆինանսական հնարավորությունը չուներ, որ կաշառեր դատավորից, այսինքն ոչ մի հետաքրքրություն չկար, բարեկամները միգուցե չուներ, այլապես իրան կգային կբարեխոսեն, իսկեն մենակ խեղճ կին, որ հասկանում է, որ այնքան պիտի ասեմ, մինչև կամ հոգնացնեմ, կամ ձանձրացնեմ, կամ խիղճը շարժվի, ու անընդհատ գալիս է, իր միակ զենքն էր էդի։ Եվ փաստորեն աշխատեց։ Եվ այս թախանձանք բառը, որ գրած է, շատ հետաքրքիր բառ է։ Ինքը անընդհատ ասում էր։ Եվ Տերն ասեց. լսեք, անիրավ դատավորը ինչ է ասում։ Հապա Աստված իր ընտրյալներին իրավունք չի անի, որոնք գիշեր ու ցերեկ իրեն են աղակում։ Սա էլ շատ կարևոր է։ Գիշեր ու ցերեկ աղակողների մասին է խոսքը, ոչ թե մի հատ կարճ աղոտ, Տեր ջան, դու գիտես, քեզ եմ հանձնում ու գնում ենք անելու մեր ձևով։ Այդ գիշեր ու ցերեկ, այսինքն մարդը ասում է, չէ, Տեր, ես չեմ անելու իմ ձևով, ես քո ձևով եմ անելու։ Եթե դու կանես, եթե չես անի, ուրեմն վсё։ Ոնց որ Մովսեսն ասեց, Տեր, կգաս մեր հետ, կգնանք։ Կքայլես մեր առջևից, կգանք քո հետևից։ Եթե դու չես գալու մեր հետ, ինձ այդ ոչ Քանանի երկիրն է պետք, ոչ այդ կաթու մեղրն է պետք, ես ըստեղ եմ իմ համար այս խորանի մեջ լրիվ բավարար է ինձ։ Անապատում էլ իմ համար Քանանի երկիրը, կաթու մեղրը, եթե դու իմ հետ ես։ Ավելի լավ է քո հետ անապատի մեջ, քան թե առանց քեզ Քանանի երկրում։ Այս հոգեբանության մեջ էր, որ Աստված զիջեց Մովսեսին, ասեց. կանեմ քո ասածը։ Որտեղ տեսա, որ այդ մարդը իրականում Աստծո իր կարիք ունի, ոչ թե կաթի մեղրի, այլ Աստծո կարիք ունի։ Դե դա շատ հզոր էր, այնքան որ ազդեց Աստծո սրտի վրա նույնիսկ, հա։ Ուրեմն, միթե Աստված իրավունք չի անի իր ընտրյալներին, որոնք գիշեր ու ցերեկ իրեն են աղակում, թեև երկայնամիտ էլ լինի նրանց վրա։ Այստեղ Տերը կարծես հուշում է, որ կա այսպիսի մի բան։ Այսինքն երբեմն մեր աղոթներին Աստված երկայնամիտ է լինում, այսինքն ինքը պահին չի, այո, տեսնում է, որ դրա կարիքը չկա, ու ինքը երկայն մտորեն, ոնց որ նախապես առաջ նայելով, չէ, որտեղ ամեն բան գիտի ապագայում, եւ գիտի մեր կյանքը, այդ պահին հարմար չի գտնում տալու։ Ոչ թե չի ուզում տա, այլ հարմար չի գտնում։ Ինքը ուզում է տա, ինքը կարող է տա, բայց այդ պահին եթե դա քեզ տա, դա քեզ վնաս կլինի, կամ այդ ձևով տա, ոնց որ դու ես ուզում։ Տեր, այսի արա, ու սենց արա, ու այսքան ժամանակում։ Որովհետև մարդը ինչ է ուզում։
Երկու բառով։ Շատ եւ շուտ։ Դե շատ ու շուտ։ Մեր ժամանակին տեղ հիմա տվից չէ ես ու իմ ձևերով կանեմ հա ինչ որ մենք համ գիտենք մեզ ինչ է պետք մեզ տենց է թվում համ գիտենք երբ է պետք մեզ տենց է թվում բայց Աստված իրականում գիտի մեզ ինչ է պետք ինչքան է պետք ու երբ է պետք ու ինչ ձևով դրա համար աղոթքը ոչ թե մեր կամքը որ հաստատվի երկրի վրա այլ որ Աստծո կամքը լինի երկրի վրա Հիսուսը շատ հստակ է մեզ սովորեցնում ձեզ ասում եմ շուտով նրանց իրավունք պիտի անի այս շուտով բառը հանդիպում ենք ժամանակ առ ժամանակ Սուրբ Գրքի մեջ բայց մեր համար ինքը շատ ոնց ասեմ արտասովոր է, անսովոր է, շատ է տարբերվում էլի, այսպես ասեմ, այսօր ժամացույցը մեր ժամացույցից շատ է տարբեր աշխատում։ Աստված ասում է շուտով Բայց այդ շուտովը կարող է պարզվի տարիների մասին է խոսքը։ Դե մեկ օրը 1000 տարի պես այո։ Հիմա Աստված Եգիպտոսից որ Իսրայելին հանեց։ Շուտով հանեց, չէ՞, շատ արագ հանեց։ Բայց իրենց համար միգուցե դա ամիսներ տևեց, չգիտեմ, ինչքան տևեց, մինչև Մովսեսը եկավ, հետո այդ հրաշքները եղան, մինչև դուրս եկան, ինչքան տևեց։ Չգիտենք ինչքան տևեց, բայց ինչ որ մի ժամանակ տևեց։ Աստված Հոբին շատ շուտ ազատեց։ Հա, բայց ինչքան շուտ Միգուցե էլի ամիսներ տևեց եւ այդ մարդը ամեն օրը, ամեն ժամը տառապում էր, բայց Աստծո տեսակետից ոնց որ շատ արագ արեց ինքը էդի։ Այս շուտովը իր տեսակետից շուտով եւ ինքան կարեւոր է որ հավատացյալ աղոթքի մեջ միշտ կարողանա իր ժամացույցը միշտ դզի Աստծո ժամացույցի հետ Տեր դու երբ ես ուզում անես ոնց ես ուզում անես ինչ ես ուզում անես եւ իր հոգու մեջ երբ որ մենք պարզ լինենք անկեղծ լինենք եւ վստահենք Սուրբ Ոգին խոսի բայց եթե ես անընդհատ ասում շտապացնում եմ Սուրբ Ոգին եթե նույնիսկ ասի էլ որ այս պահին դա չեմ տալու քեզ ասեք մի որոշ ժամանակ անցա լինելու ես չեմ կարա դա հասկանամ ունկալեմ դա մա շատ անգամ չենք լսում որովհետեւ չենք ուզում լսենք Տես դու դա որ ասում ես այսպեսի հետաքրքիր գիտակցություն կարևոր գիտակցությունը քրիստոնյայի մեջ առաջանում որ դեր մենք օրինակ Դավիթ ասում է սпасելով սпасեցի տես ինչքան ինչ հետաքրքիր նախադասություն է չէ ես սпасեցի սпасելուն այո նաև այդ իմաստով այսինքն քո ժամանակի մեջ փորձեցի տեղավորվեմ ջանք թափեցի որ հասկանամ քո ժամանակները այցելության սա շատ կարևոր է այսինքն սիրտը թող զորանա դարձյալ Տիրոջը սпасիր դարձյալ այո կա ժամանակ ու սпасենք Եվ այստեղ է հենց այդ Աստծո բարի կամքի հանդեպ մեր ունեցած հավատքը, որ մենք գիտենք, որ Աստված պատասխանելու է իր ձևով եւ ամենալավագույնն է լինելու մեր ժամանակին։ Մեզ համար ամենալավագույնն է լինելու այդ որոշումը։ Սա հավատք է։ Եվ ուզում հիմա առակը նայենք։ Հիմա այստեղ հետաքրքիր երկու կերպար ունենք, հա։ Դատավորը եւ որբևարի։ Երբեմն մենք այս առակը որ կարդում ենք ճուրիմացաբար կամ միգուցե ենթագիտակցաբար մենք այս երկու կերպարները վերագրում ենք, ասենք թե դատավորը Աստծուն, որտեղ ինքը տվողն է, իսկ մեզ պատկերացնում ենք որ որբևարու դերում, հա, որ պետքա խնդրենք եւ ստանանք։ Բայց Հիսուսը այստեղ մի հատ շատ հետաքրքիր մի բան ասում է որքան առավել Ինքը այստեղ հակադրում է այս կերպարները, բայց եկեք մի հատ նայենք իրականում, սրանք ովքեր էին։ Ասում է քաղաքում մի դատավոր կար, որբևարի հետ համեմատած, այս դատավորը բացարձակ իշխանություն ուներ։ Քանի որ որբևարին ոնց հասկանում ենք, հա, այդ համատեքստից։ Ինքը խեղճ, աղքատ, տարիքով կին էր եւ ոչ մի հնարավորություն ու միջոց չուներ։ Իր համար դատավորի կարծես որոշումը եւ կամքը բացարձակ էր 100%-անոց էր ինքը չէր կարողանա գտնել մեկին դատավորից վերև ասենք չգիտեմ թագավորին եւ այլ հա որպեսզի իրենց միջոցով ազդեր դատավորի վրա եթե օրինակ ինքը ուզենար էլ դիմեր նախ չէր կարա դիմել եթե նույնիսկ հասներ այդտեղ կասեր դատավորը ոնց որոշել է տենց էլ արա հիմա որբևարի խաթեր ոչ մի ավելի բարձրաստիճան մեկը թագավորի դատավորին նկատողություն չէր անի թե ինչի չես անում ինչ ես անում դե ինչ ուզում են թողնել ոնց որ այդքան էլ էական չէր այսինքն դատավորը այդ կնոջ համար բացարձակ իշխանություն էր Դրա հետ համեմատած որբևարին ինքը
հասարակության ամենայն ցածր շերտերի մեջ էր հեղինակության իմաստով։ Եվ ինքը չուներ ոչ մի հնարավորություն, ոչ մի միջոց դատավորի վրա ազդելու։ Եվ այս կերպարը այդ բացարձակ իշխանության եւ անկարողության շատ հստակ հուշում է Աստծո եւ մարդու այս փոխհարաբերությունը։ Աստված բացարձակ իշխանություն, հա, մարդը բացարձակ անկարողություն։ Ոչ մի բան չունենք Աստծո վրա ազդելու։ Ոչ մի ձևով չգիտենք ոնց ազդենք Աստծո վրա։ Կտա, չիտա, կուզի կանի, չուզի չի անի։ Եվ այս տեսակետից, երբ որ մենք սկսում ենք այստեղից որպես ելման կետ շարունակել, մենք ընկնում ենք մի հատ շատ տհաճ ու վատ վիճակի մեջ։ Մենք անկախ մեզանից այս ենթագիտակցաբար եւ թյուրիմացաբար ասում վերագրում ենք այս դատավորի կերպարը, դե ոնց որ կուզի կանի, չի ուզի չի անի։ Ես երբեմն լսում եմ մարդիկ ասում են, «Вообще այդ աղոթելը անիմաստ մի բան է»։ Տենց այդքան էլ էական չի աղոթքը։ Ասում եմ ինչու։ Ասում եմ որովհետեւ դե հիմա Աստծո կամքինով կարա դեմ կանգնի։ Կուզի կտա, չի ուզի չի տա։ Կուզի կանի, չի ուզի չի անի։ Հիմա կարող եմ ես ասում կամքը փոխեմ։ Բայց եթե Աստված որոշել է որ տենց լինի, ես ինչ կարամ անեմ։ Ասենք քեզ թվում է որ դու աղոթես Աստծո կամքը կփոխվի, հա, ոնց ես մտածում։ Փոխվի Աստծո կամքը։ Եվ մարդիկ այդտենց վերագրում են ասուն այս դատավորի կերպարը, որ կուզի կանի, չի ուզի չի անի, երբ կուզի ժամանակ կանի եւ այլ, ու աղոթքը սկսում է արժե զրկվել։ Միանշանակ։ Եվ մարդը մտածում է որ աղոթելը դա ուղղակի տենց ձև է, որը մենք երբեմն պետք է անենք։ Այդ դեպքում հավատացյալը պետք է աղոթի։ Այդ դեպքում այդ գիտակցությունով աղոթելը դա այլընտրանք է ինձ համար։ Այսինքն ես ունեմ իմ ձևերը, ունեմ իմ դատավորը, բայց ես մի հատ էլ այս դատավորին եմ ուզում խնդրեմ։ Կանի, չի անի, ես ուրիշ այլընտրանքներ ունեմ։ Այսինքն սա շատ տարածված երևույթ է։ Այդ որ ասում ես մոնոլոգ է լինում, այդ մենախոսությունը հենց այդից է գալիս։ Դե որովհետև դու Աստծուն դրել ես հավասար ուրիշ բաների հետ։ Այսինքն դրել ես իրան մի իրավիճակի մեջ, որ ինքը քեզնից ոչ մի ոնց որ կապ չունի քո հետ։ Ինքը իր համար, հա։ Կարողա չունի։ Դու քեզ համար ես։ Հա, դու ինքը իր համար, ես իմ համար։ Կարողա անի, կարողա տենց էլ անում։ Հա։ Իմ աղոթները չի կարա իրա վրա ազդի, իմ խնդրանքները իրա վրա այդ ուղիղ իմաստով չի կարա ազդի, դրա համար պետք է աղոթել։ Բայց հիմա Աստված ինչ կանի, չգիտենք։ Աստված ոնց կվարվի, չգիտենք։ Եվ քանի որ այտենց ենք իրան պատկերացնում, երբեմն մարդու մեջ կարա նույնիսկ վիրավորվածություն լինի, ներքին նույնիսկ դառնություն լինի Աստծո հանդեպ, որ օրինակ ասենք ես բարեկամ ունեի, որ մահացու հիվանդ էր, աղոթեցինք, թախանձեցինք, խնդրեցինք, ծոմ պահեցինք, շատեր աղոթեցին, բայց մահացավ, չբժշկվեց։ Ու մարդու մեջ այս տիպի բաները, երբ որ մենք բաներ ենք խնդրում, որ Աստված այդ պահին չի անում մեր կյանքում, չհասկանալով ենթագիտակցաբար դրանք կուտակվում են մարդու մեջ եւ աստիճանաբար փչացնում են աղոթի հանդեպ վստահությունը, համոզվածությունը, խանդավառությունը սկսում է դադարել։ Երբ որ ասում ես աղոթենք, ինքը մտածում է որ աղոթել, այսինքն հերթական անգամ ուղղակի այդ բառերը ասել։ Միևնույն է, եթե Աստված որոշել է որ այդ մարդը մահանա կմահանա։ Եթե որոշել է բժշկի կբժշկի։ Ու տենց մենք այդքան շատ տենց իշխանություն իրավունք չունենք։ Ու ընկնում ենք այս որբևարի ոնց որ կերպարի մեջ, որովհետեւ խնդրենք, ասենք, դե հիմա չգիտենք, անի թե չի անի։ Իսկ ասում պատկերացնում ենք այս դատավորի նման, տենց խիստ, միգուցե դաժան, հա, տենց կտրված, մեզնից վերև իր գահի վրա նստած, տենց երբեմն լսում է մեզ, երբեմն չի լսում, լսելուց էլ միշտ չի որ տենց բարեհաճում է պատասխանի։ Մի տեսակ այս կերպար, այս առանձնության դատավորի ու որբևարու, երբ որ դառնում է մեր աղոթքի այդ երկու կերպարները, ես եւ Աստված։ Ես այդ որբևարին եմ, խեղճ, մեղք, Աստծո հետ ինչ կապ ունեմ ես, մեկը ոնց ասեմ, չի լսում ինձ, իմ ուզածով չի անում, շատ անգամ ինձ հակառակ բաներ անում, իսկ Աստված է տենց վերև, կտրված, հեռու, ինչ որ մեկն է։ Այս կերպարը շատ անգամներ մարդու կյանքի մեջ կարա լինի, ու պատճառը սա է, որ մարդը ոչ թե Աստծո կամքն է փնտրում, ու ուրախանում է Աստծո կամքով, կամ հարմարվում է Աստծո կամքով, եթե դա նույնիսկ
ասենք հա իրան դուրս չեկավ, եթե նույնիսկ դա կյանքի ու մահվան խնդիր էր, այո դու աղոթեցիր այդ մարդու համար, որ ինքը ապրի, բայց ինքը մահացավ, ուրեմն ընդունի Աստծո կամքը, ճիշտ է, ծանր է, ճիշտ է, ցավալի է, պառապալի է, լացելու է, այո, սուք է, ոչ մեկ չի ասում, որ ուրախանանք, փառաբանենք, իհարկե սուք է, ցավ է, մարդը մահացավ, հա, մեզ համար շատ հարազատ մարդ է, բայց դու պիտի ընդունես այդ կամքը, համակերպվես դրա հետ։ Երբ որ դու համաձայնվում ես Աստծո կամքի հետ, այդ ժամանակ գալիս է խաղաղությունը եւ Աստծո հետ շարունակում ես ապրել։ Եվ հետո տեսնում ես, որ ուրիշ քո աղոթներ պատասխանվում են հենց քո խնդրանքի ձևով, որտեղ Աստված իրականում բարի է, ինքը ուզում է մեր աղոթներին պատասխանի։ Բայց հարց ստանում է, իրականում ո՞րն է Աստծո կամքը։ Աստծո կամքն ես ուզում, թե քո կամքն ես ուզում։ Հովանեսը խոսք ունի այսպես, ասում է համարցակ մենք գիտենք, որ ինչ որ խնդրում ենք Աստծո կամքի համեմատ Աստված տալիս է մեզ եւ սա է այսպես ասում բառացի եւ սա է համարցակությունը այս բառը շատ կարևոր է թե ինչ որ խնդրում ենք Աստծո կամքի համեմատ այո խնդրանքը թելադրանք չի այո երբեմն մենք այդպես խառնում ենք իրար խնդրանքը պլյուս Աստծո կամքի հետ համաձայնված, ինչպես դու ասեցիր, դա ուզեցի հաստատել նաև շատ ճիշտ է։ Եվ այստեղ գալիս է համարձակությունը։ Եվ դա է համարձակությունը։ Որտեղ գիտեմ, որ ինքը իմ հայրն է։ Որովհետև դու գիտես իր կամքը։ Այո։ Եվ գիտենք, որ ինքը բարի է։ Ամեն։ Իր կամքը բարի է ամեն դեպքում։ Հիմա երբ որ այս օրինակը բերում է դատավորի ու որբևարու, հա, Հիսուսը, ինքը չի ասում այս սրան նման է երկնքի արքայությունը։ Ինքը չի ասում այ Աստված էսպիսին է, դուք էլ էսպիսին եք, դուք ոչնչություն եք, իսկ Աստված ամեն ինչ, ուրեմն քանի որ դուք ոչնչություն եք եւ դուք ոչ մի հնարավորություն չունեք Աստծո վրա ազդելու, մնում է այս որբևարու նման ասուն ձանձրացնելը։ Այնքան պի ասեք, որ Աստված sense հոգնի ասել, այ հոգնացրեց ինձ այս մարդը։ Ար, հա, գնա, ոնց որ այս դատավորն ասեց։ Իսկ երբեմն էլ ականջը փակի ասել, ով հավես չունեմ, մի խոսքով չեմ ուզում քեզ լսեմ։ Այս կերպարը շատ անգամ կարա մարդու մեջ խնդիր առաջացնի։ Եվ ես երբեմն, ասենք իմ հոգևոր կյանքի ընթացքում եկեղեցական հատկապես տեսել եմ մարդիկ, որ լալահառաճ աղոթներ ունեն։ Ու իրանք միշտ են տենց աղոթում։ Միշտ։ Իրանք սկսում են սուքով, վերջացնում են սուքով։ Դրա մեջ համարձակություն չկա։ Հա, ու հարցը սրանում է, որ մենք աղոթում ենք, որովհետև հավատացյալները աղոթում են։ Մենք դե աղոթենք։ Ինչ կլինի։ Դե ինչ իմանամ ինչ կլինի, ես ինչ իմանամ ոնց կլինի։ Երբ որ այս անջատվածությունն է մարդու եւ Աստծո, աղոթքը դադարում է լինել ուժ, աղոթքը դադարում է լինել զենք։ Ինքը դառնում ընդամենը բառեր, որը մենք ասում ենք։ Բայց իրականում Հիսուսը մեկ ուրիշ տեղ Մատթեոս ավետարանում հստակ հիշեցնում է, ասում է հեթանոսների պես մի եղեք, որոնց թվում է, որ շատ ասելով կլսվեն։ Այդ հեթանոսի մոտեցումը այս որբևարի կնոջ մոտեցումն է։ Իրականում հեթանոսության մեջ, այո, իրանց տենց էր թվում, որ Աստված հեռու վերևը ինչ որ մի տեղ է, իսկ իրանք երկրի վրա են։ Շատ անգամ Աստված իրանց հետ այդքան էլ տենց կապ չունի, բայց օրինակ Եղայի պատմության մեջ, չէ, ասում էին, գոռում էին Բահաղի մարգարեները, հա, ասում են իրանց կտրտեցին, Ահարոնը գնում էր իրանց վրից, գոռում էին, տանջվում էին։ Ընդամենը եղան մեկ նախադասությունը բավարար էր։ Տեր կրակ ուղարկի ու Տերը կրակ ուղարկեց, ինչ որտեղ ինքը գիտե որ Աստված ուզում էր կրակ ուղարկել։ Իսկ այդ մարդիկ Աստծուց կտրված էին, այս էր տարբերությունը։ Երբեմն հավատացյալը, երբ որ մի բան խնդրում է Աստծուց ու իր ուզածով չի լինում, բայց լինում է Աստծո ուզածով, փոխարենը ուրախանա Աստծո կամքով, ընդունի Աստծո կամքը, համակերպվի Աստծո կամքի հետ ու շարունակի համարձակ ու վստահ առաջ գնալ, որ Տեր ինձ համար կարևորը քո կամքն է։ Ես վստահ եմ, որ դու ինձ սիրում ես։ Ես վստահ եմ, որ դու իմ ուզածով չարեցիր, որովհետև դա ինձ օգուտ չէր։ Ոչ թե դու ինձ չես սիրում, ոչ թե դու իմ համար հոգ չես տանում, ոչ թե որ դու իմ հանդեպ անտարբեր ես, ոչ թե իմ հավատը քիչ է, ոչ թե որ ես արժանի չեմ, եւ այլ։ Այլ շարունակում ես այդ նույն համարձակությունով վստահ առաջ գնալ եւ աղոթել եւ շատ անգամ Աստված պատասխանում է մեր աղոթներին մեր խնդրանքի համեմատ։ Իսկ երբեմն էլ մեր խնդրանքներից տարբեր, երբեմն էլ մեր խնդրանքներին հակառակ։ Եվ հենց այստեղ է
որ ես Աստծո հետ պետքա սովորեմ հարմարվել, ոչ թե իրեն ինձ հետ հարմարեցնեմ, այլ ես միշտ հարմարվեմ իր հետ, ոչ թե բողոք բարձրացնեմ, Տեր դե միշտ քո ուզածն ալնում, մեկ էլ իմ ուզածով արա էլի, այլ ուրախանալ, որ ես հավատում եմ, որ քո կամքը բարի է, դու այդ անիրավ դատավորը չես, որ անտարբեր ես, անհոգ ես, չար ես, չոր ես, դրա համար չես պատասխանում, էլի, ինքան պետք է ասեմ, գոնե մեկ էլ իմ ուզածով լինի, այլ դու իմ հայրն ես, բարի ես, կթառատ ես, գերիմաստուն ես, ես ընդունում եմ, որ ես շատ անգամ չեմ հասկանում ինչ եմ ուզում, դրա համար ես վստահում եմ քեզ։ Պողոս Առաքյալը երկու տեղ խոսում է դրա մասին, շատ կարևոր, այսինքն աղոթք, որը համաձայնված է, ինչպես դու ասացիր, Աստծո կամքի հետ, բայց դա ինստիտուցիոնալ հարց է, այսինքն դա լուրջ ժամանակ է մեզնից պահանջում, ոչ թե անհասկանալի կամքը Աստծուն, չգիտես, ուղղակի ասում ես հա, բայց այդպես չի մեզ սովորացնում ավետարանը, Աստծո կամքը հասկանալ է պետք մեզ, որովհետև խոսքը ասում է, քննեք ժամանակները, որը չէ, ասում է գնեցեք ժամ կներես, ասում է իմաստուն եղիր, եւ ընդեղ համարում է իմաստուն մարդուն այն տեսակին, որը ժամանակը ծախու առնել գիտի, եւ ուսումնասիրում Աստծո կամքը, այսինքն որ բարի, հաճելի եւ կա, այսինքն ինչ ասա, Տեր թող քո կամքը լինի, օդի մեջ չի, անհասկանալի, անբռնելի չի ինքը, դու այնքանով է քո աղոթքը որակով, կարող ենք այսպեսի մի բանաձև գծել, քո աղոթքը այնքանով է որակով, որքանով որ դու հասկանում ես Աստծո կամքը։ Այո, բայց կարող լինի դեպքեր, որ իրականում է չգիտեմ Աստծո կամքը։ Բայց միևնույնն է, վստահում եմ։ Նայ, տես այստեղ շատ ճիշտ ես, բայց մի հարց կա։ Ոչ թե որ Աստծո կամքը իմանում ես, որպեսզի իմանաս ինչ ա լինելու։ Դրա մասին չի խոսքը։ Աստծո կամքը, որովհետև ամբողջ խոսքը Աստծո կամքն է։ Այդ իմաստով այո։ Որտեվ երբեմն Աստված կարա մեզ հայտնի իր անելիքը, կարա չհայտնի, բայց միևնույնն է, իր կամքը բարի է։ Այո։ Այդ իմաստով միանշանակ։ Սա ասելիք չի, սա համոզվածություն է։ Այո։ Ես գիտեմ, որ ինքը միշտ բարին կանի ինձ համար։ Բարի, հաճելի եւ կատարյալը։ Ամենալավը։ Հիմա հարց առաջանում։ Արդյոք մենք այս որբևարու դերում ենք։ Հիմա մենք պարզեցինք, չէ՞, որ Աստված դատավորի դերում չի։ Չոր, խիստ, ծանր նստած իր գահի վրա, անտարբեր, անհոգ մեր հանդեպ եւ այլն, հա, ասես իրականքը պարտադրող, ասես կամայական, ոնց որոշումը տենց էլ անում է եւ այլն։ Իրականում ինքը այդպեսին չի։ Հիսուս ասում է, որքան առավել, հապա Աստված, այսինքն ինքը չի համադրում, չի համեմատում ասուն դատավորի հետ, ինքը հակադրում է։ Ոնց որ մեկ ուրիշ տեղ ասում է, եթե դուք ձեր զավակներին բարի ինձաներ տար գիտեք, որ դուք չար եք ձեր էությամբ, որքան առավել Աստված, ինքը չի համեմատում, ինքը հակադրում է, ասում է, եթե այս բանի մեջ այսքան կա, բա որքան առավել Աստված։ Հիմա Հիսուսը հակադրում է Աստծո կերպարը այս դատավորի կերպարի հետ եւ ուզում է, որ մենք չնայենք Աստծուն որպես այս դատավորը, որ ինքը ինչ երբ ուզում տենց էլ անում է, այլ նայենք որպես հայր, որ բարի է, կթառատ է, բայց միևնույն ժամանակ գերիմաստուն է, ինքը գիտի որն է մեզ համար ավելի լավ եւ երկրորդ կերպարը, այս որբևարու կերպարը, ուզում եմ մի փոքր սրա վրա ուշադրություն դարձնենք։ Շատ անգամ կարա լինի այդպես, որ հավատացյալ ընկնի ինչ որ մի ձևով, հա, այս մտայնության մեջ, որ ես այս որբևարու նման եմ Աստծո հետ համեմատած։ Ես անարժեք եմ, ես անօգուտ եմ, ես անպիտան եմ, ես ինչ եմ անում, որ ամբողջ օրը տենց ես իմ մեծ բաներ չեմ անում Աստծո համար, հետո շատ անգամ մեղքեր եմ գործում, թերություններ շատ ունեմ, ես ով եմ, որ ես ինչ եմ, որ մի հատ էլ Աստված երկնքից իմ աղոթքը լսի։ Այսպիսի մի բան շատ անգամ անապաշխար մարդկանցից ենք լսում, չէ՞, ասում են դու աղոթել, քո աղոթքը Աստված լսում է։ Այս վերջերս մեկը նորից պատմում էր, ասում է մեկի երեխան հիվանդացել էր, ասում է տենց խոսեցինք, ասի աղոթում ես եւ այլ, ասեց հա էլի եթե կարաս աղոթի, ասում եմ մոր աղոթքը ամենաուժեղ աղոթն է, դու էլ աղոթի, չէ էլի իմ աղոթքը չի լսվում կամ ես աղոթել չգիտեմ, խնդրում եմ էլի դու աղոթի։
Այսինքն մարդը վստահ չի, որ իր աղոթքը Աստված կլսի, բայց մենք հոգևոր մարդիկ ենք, մենք այսպես չպետք է մտածենք։ Երբեմն հավատացյալների մոտ էլ այսպես լինում։ Եղբայր ջան, կաղոթես, ասում կաղոթեմ, կուզես միասին աղոթենք։ Քո աղոթքը Աստված ուրիշ ձևի է լսում։ Իրականում մարդուն կարա թվա, որ Աստված որոշ մարդկանց աղոթքը ավելի զորավոր է, քան թե իր աղոթքը։ Կա դրա մեջ ճշմարտություն, եթե մարդը ապրում է մեղքի մեջ։ Եթե մարդը ապրում է աննազանդության մեջ, իհարկե, բայց եթե ես ասուն չեմ լսում, ինչի՞ պիտի Աստված ինձ լսի։ Բայց եթե չկա տենց ինչ որ մեղք ու աննազանդություն ու սենց, հա, ինչ որ տենց անհավատություն եւ այլն, Աստված բոլոր իր զավակներին հավասար է սիրում։ Ճիշտ է, ամեն մեկի հետ յուրովի է վերաբերվում, դա բնական է, բայց սիրո մեջ ինքը հավասար է։ Նույնիսկ չարերին ու բարիներին Աստված ասում է նույն ձևով է ողորմություն անում, որտեղ երկուսն է կարիք ունեն ողորմության։ Այսինքն Աստծո սիրտը հեչ կարիք չկա մղկտացնելու։ Ինքը առանց այդ սիրով լցված է։ Ավելի շատ մեր դիրքորոշման վրա պետք է տրամադրվենք։ Հակոբոսը սենց է բացատրում, ասում է արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ ազդեցություն ունի։ Այսինքն կարա լինի աղոթք ոչ արդարի, կարա լինի աղոթք ոչ ջերմեռանդ եւ կարա լինի աղոթք, որը մեծ ազդեցություն չի թողնում։ Ում վրա։ Թե Աստծո վրա, թե մեր վրա։ Թե կյանքի վրա։ Աղոթում ես եւ ոչ մի ազդեցություն չկա, ինչու՞։ Որովհետեւ միգուցե ջերմեռանդ չես աղոթում։ Հավատով, վստահությամբ չես աղոթում։ Այստեղ ուղղակի օդի մեջ մի քանի բան ասեցիր ու գնացիր։ Միգուցե անօրեն կյանք ես ապրում, մեղքի կյանք, Աստծո հակառակ, հա, Աստծո խոսքին շատ անգամ անտարբեր, ու դու ասում չես լսում, դու գիտես որ չես լսում, էլի ոչ թե որ ծածուկ մեղքեր, չէ, հայտնի, հստակ մեղքերի մասին է խոսքը։ Դու ասում չես լսում, այդ դու հասկանում ես որ ինքն է քեզ չի լսելու։ Ինչի՞ պիտի Աստված քեզ լսի, եթե դու իրան չես լսում։ Չէ, բարդ, հա, տրամաբանական հարց է։ Բայց եթե մենք Աստծո զավակ ենք եւ մեր անկեղծ սրտի չափով, հա, նվիրված Տիրոջը ծառայում ենք, արդեն գալիս է մեկ ուրիշ փոխհարաբերություն։ Էլ չի գալի որբևարու ու դատավորի այս փոխհարաբերությունը, այլ գալիս է հոր եւ զավակի փոխհարաբերություն։ Եվ Հիսուս ասում է, որքան առավել։ Այսինքն երբ որ դու մոտենում ես այս որբևարու դիրքորոշումով, որ ինքան դե ասեմ, իջև Աստված մարդս էլի կարող է մի բանի մեջ ողորմություն անի։ Երբ որ Աստված մի բան մեր ուզածով չի անում, ասում, դե տենց էլ գիտեի էլի։ Դե հետա էլի, որ ասում եմ անիմաստ աղոթելը։ Մենք մեր ձևով կանենք։ Եվ հակառակը, երբ որ հանգարց Աստված մեր ուզածով անում, երբեմն զարմանում ենք, կամ մարդիկ էլ կան ավելի տգեղ, ասում եմ, դե բախտս բերեց։ Բախտս բերեց, տենց եղավ, ասում եմ, բախտդ բերեց, թե Աստված օրհնեց։ Դե հա էլի։ Ամենը նույն բաներն է։ Դες բախտս բերեց Աստված լսեց։ Այս որբևարու հոգեբանությունը այնքան կարևոր է, որ հանենք մեկ մեր մեջից։ Ասուն որպես դատավոր չպատկերացնենք, ինքներս մեզ որբևարի չպատկերացնենք։ Որբևարին դատավորի համար անարժեք, անօգուտ, անպիտան մի անձնավորություն էր։ Շարքային քաղաքացի, որ եղած չեղած մի հաշիվ էր դատավորի համար, տենց հերթական մեկը։ Մենք Աստծո համար զավակ ենք, քաղցր ենք, սիրելի ենք։ Աստված մեզ նայում է գթառատությամբ, բարությամբ, ուրախությամբ եւ ամեն անգամ, երբ որ մենք ուզում ենք խոսենք իր հետ, նույնիսկ եթե դա մեր սրտի խորքում մի շշուկ է, որ նույնիսկ բառել չի, ուղղակի մեր մեջ հոգոց է, մեր մեջ մի հատ հառաչանք է, Աստված ամենայն ուշադրությամբ լսում է, ուզում է հասկանա մեր կարիքը, մեր հոգսը եւ դեռ չխնդրած ինքը ամեն բան նախապես գիտի եւ բացատրում է մեզ։ Համատմա շուշաների հետ, համատմա ագրավների հետ, համատմա ճնճղուկների հետ, ասում է լսեք, ես ամեն ինչին հոգ եմ տանում։ Բա դուք որքան առավել եք իրենցից, որքան առավել ես ձեր մասին եմ հոգ տանում եւ մտածում, այս կաթողիկին սերն է Աստված փնտրում մեր մեջ իր հանդեպ, այս մեծ վստահությունը, համոզվածությունը, երբ որ դու աղոթքի մեջ գալիս ես, այս վստահության, ուրախությամբ, ես գիտեմ, որ եկել եմ ում հետ զրուցելու, իմ հոր հետ, իմ հարազատի հետ, իմ քաղցրի հետ, ով որ իմ մասին հոգ է տանում, իմ արարչի հետ, իմ փրկչի հետ, իմ կյանքի նպատակի հետ, այս փոխհարաբերության մեջ աղոթքը միշտ ազդեցություն ունի եւ
Աստված ինքը Սուրբ Հոգով ուղղորդում է մեր աղոթները իր կամքի համեմատ աղոթելու եւ բնականաբար ստանալու, որտեղ ինչպես դու հիշեցրեցիր Աբրահամ աղբերս, Հովհաննես հենց տենց էլ ասում է համարձակություն ունենք, որտեղ գիտենք, որ լսում է մեզ, ու քանի որ իր կամքի համեմատ ենք խնդրում, գիտենք, որ կստանանք։ Եվ շատ անգամներ մեր աղոթները պատասխանում են ոչ թե որ Աստված է հարմարվում մեզ հետ, այլ մենք Սուրբ Հոգով առաջնորդված, քանի որ Սուրբ Հոգին ասում է գիտի Աստծո կամքը, չէ՞, եւ մեզ ուղղորդում է աղոթքի մեջ, եւ սա միայն լեզուների աղոթքին չի վերաբերվում, երբ որ մենք չգիտենք ինչ ենք աղոթում, դա էլ կա, բայց նաեւ այդ գիտակցական մեր մայրենի լեզվով աղոթնել է սկսում ուղղորդվել, եւ մենք աղոթում ենք Աստծո կամքի համեմատ եւ ստանում ենք, որովհետեւ իր կամքի համեմատ ենք խնդրում, ոչ թե ինքն է հարմարվում մեր կամքին, այլ մենք ենք հարմարվում իր կամքին։ Այնց էստեղ է, որ մտնում ենք այդ ներդաշնակության մեջ Աստծո հետ, ոչ թե իրան ենք մցնում մեր աղոթների մեջ, մենք ենք մտնում իր կամքի մեջ, եւ դրա մեջ մեր եւ Աստծո մեջ լինում է խորը փոխհարաբերություն։ Ամեն։ Որոշ բաներ իմ ուզածով չեղավ, ասում եմ փառքեստեր։ Ես հավատում եմ, որ դա բարի է։ Ամեն։ Որոշ բաներ իմ ուզածով եղավ, փառքեստեր, ու ես վկայում ասում Աբրահամ աղբեր, այն որ աղոթեցի, Աստված պատասխանեց, այսինքն հրաշք արեց իմ կյանքում։ Ես մի փոքրիկ ուզում եմ կամքի մասին նորից Աստծո կամքի մասին, որովհետև շատ կարևոր է սա։ Ինչի՞ մեզ Պողոս առաքյալը սովորացնում ուսումնասիրել Աստծո կամքը եւ ճանաչել, հասկանալ։ Ոչ թե ինչ է լինելու, ուզում կրկնվեմ նորից, Աստծո կամքը հասկանալ դա չի նշանակում, որ նա հուշելու է մեզ ինչ է լինելու, բայց Աստծո կամքը հասկանալու արդյունքում մեր մեջ ձևավորվում է գերբնական վստահություն, որովհետև դու սկսում ես ճանաչել Աստծո կամքի ուրեմն հաջողությունները, Աստծո կամքի հաղթանակները, Աստծո կամքի վերահսկողությունը, այսինքն շատ ճիշտ է։ Այդ կամքի զորությունը հասկանալ, ինչքան, որովհետև եթե դու մեկին ուզում ես վստահես, դու պետք է նախ հասկանաս արժի վստահել, թե չէ, արժի տրվել իր կամքին, ճանաչես նրան։ Օրինակ դատավորի մասին որ խոսում եմ, մենք գիտենք, որ կան դատավորներ, որոնք վստահելի են, եւ մարդիկ խորհուրդ են տալի, ասենք, այս դատավորը հարցը ճիշտ կլուծի, ինչի, որտեվ փորձառությունը ցույց է տվել, որ նա հաջողություն է ունեցել եւ ուղիղ է դատարել օրենքի համեմատ եւ հաջողված կլինես, իրեն ոչ ոք չի կարող կաշառել։ Այս կինը ոնց որ այս ծուր մարդուն կարողացավ ինչ-որ մի բան ուղիղ դատի մեջ բերել, էլի վերջապես, հա, իր բանով։ Երկրորդ տեսությունը կուզե մի ուրիշ կողմից է դիտարկենք, այստեղ չի ասում նրա խնդրանքը արեց, ասում է նրան իրավունք արեց, այստեղ իրավունքի մասին է հարցը։ Այո։ Խնդրանք, որը իր մեջ պահանջուներ իրավունքի, ինձ իրավունք արա։ Մարդը միշտ դատավորին է դիմում։ Կարող են մի փոքր այսպես խորհրդին անցնել, չգիտեմ, եթե քո թեմայի մեջ ես թե չէ։ Ասա։ Կնի։ Հա, իհարկե զրուցում ենք Աբրահամ։ Աշխարհը այս իրավունքներով է աշխատում։ Աշխարհիկ համակարգ կա, որ իրավունքներ, մարդիկ իրավունք են պահանջում, իրենց իրավունքի տերն են դառնում, օրենքներ իրավունք են թելադրում, նրանք այդ օրենքներով փորձում են իրանց իրավունքները, ասենք, առաջ քաշել, փոքրիկ բաներից սկսած մինչև մեծ բաներ։ Եվ մենք գիտենք, որ աշխարհի իրավապահական համակարգ ինքը խարխուտ է, այս իմաստով, ծուռ է։ Ինչպես այստեղ Հիսուսը մի ձևով խոսում է աշխարհիկ դատավորի ծուռ լինելու մասին։ Համակարգի։ Այո։ Դատական համակարգը ծուռ է, նրան կարելի է կաշառել, նրան կարելի է վերջապես վերբով կանել, ամեն ձևի իրավունքները խախտելու խնդիր չունի աշխարհը։ Բայց այստեղ հանկարծ մենք նկատում ենք, որ մի ձևով Հիսուսը մեր հայացք ուղղում է նաև իրավունքի Աստծուն, որը երբեք
չի կաշառվում, Չի խախտում, չի խախտում եւ չի ծռում եւ ճիշտ իրավունք անում։ Գիտես ինչի հիշեցի սա, որովհետեւ Դավիթ իր սաղմոսների մեջ բազմաթիվ անգամներ ինչ ասում, Տեր դու ինձ իրավունք արա։ Այո։ Մի ձևով հանձնում է իրան Աստծո բարի կամքին, Հույսը կտրել է այս միակ աշխարհից, դատավորը ինքն է, արդարությունից, այո։ որ կարող է ճիշտ իրավունք անել։ Ինչ Ճիշտ է։ գեղեցիկ է, չէ՞ սա։ Շատ։ Այդ որ ասում էիր Աբրամապես, մի բանի վրա կուզենամ ուշադրություն դարձնենք այդ իրավունքի հետ կապված։ Նայեք, որբևարին ինչու ստացավ իր ուզածը, որտեվ ինչպես ասեցի, ես ում այդ միտքը մի հատ է շեշտենք, որտեվ ոչ թե որ ուզում էր իր ուզածը լինի, այլ ինքը իրավունքի տեսակետից էր։ Իրավունքի տեր էր։ Այսինքն ինքը իրականում ճիշտ էր։ Այո։ Ուղղակի իրեն պետք էր, չէ, որ իր ճիշտ լինելը հաստատվեր։ Այո։ Օրենքի համեմատ։ Այո։ Հիմա, եկեք նույնը հասկանանք հոգևոր կյանքում։ Եթե ես ասուս մի բան եմ խնդրում, որը սխալ է, որը թերի է, որը ուրիշի իրավունքը պետքա խլի կամ զրկի, ու ասում եմ ինչի՞ չես սենց անում։ Ես ու դու ինչ որ խնդիր ունենք իրար մեջ, ես գիտեմ, որ ես եմ սխալ, բայց ես խնդրում եմ, որ ինքը քո հետ աշխատանք տանի։ Բայց իրականում Աստված ուզում է, որ ես զղջամ այդ հարցի մեջ։ Դա էլ է ուսումնասիրության մեջ մտնում Աստծո կամքի։ Նա սովորացնում է իրավունքներ։ Մոտեցան մարդիկ, ասեցին Տեր, բաժանի մեր, չէ, ժառանգությունը։ Ասեցին ով է ձեր վրա դատավոր կամ բաժինանով։ Ուշադիր եղեք, որ ստացվածքի շատությունը կապ չունի մարդու կյանքի տևողության հետ։ Կարա շատ հարուստ լինես, այսօր մահանաս, կարա շատ աղքատ լինես, տասնամյակներ ապրես։ Աստված ուսում է, որ մենք ինքներս հասկանանք մեր աղոթքը, արդյոք ուրիշի իրավունքը չի զրկում։ Երբ որ դու այդ բանը խնդրում ես, իրականում օրենքով, Աստծո խոսքով, դու ճիշտ բան ես խնդրում։ Միգուցե սխալ բան ես խնդրում։ Միգուցե ուրիշի համար վատ բան ես խնդրում, ու պնդում ես ու պահանջում ես, որ Աստված քո ուզածով անի։ Ոչինչ էլի, թող ես անգամ է սենց լինի։ Բայց եթե դու վատ բան ես խնդրում, սխալ բան ես խնդրում, քեզ համար, մեկ ուրիշի համար, օրինակ, եթե մեկը հանցագործություն արը, ու այդ հանցագործության համեմատ պետքա պատժվի, ու ես խնդրում եմ, ասեմ, Տեր, օրհնի թող ինքը չպատժվի։ Ինչքանով է այս աղոթքը ճիշտ։ Մենք մաքսիմում կարանք ասենք ողորմություն արա նրան կամ Լինում է դեպքեր Աստված իրականում երբեմն մարդուն ազատում է, նույնիսկ իր արդար պատժից առիթ տալով ապաշխարության, ասենք հրաշքանելով, բայց մենք չենք կարող միշտ համոզված լինենք, որ Աստված այդպես կանի, որտեղ մենք իրավունքին հակառակ աղոթք կանենք ու հուսանք, որ Աստված մեր աղոթքը պիտի պատասխանի, մի հատ էլ նեղանանք, թե ինչի տենց արեց, փորձենք ստիպել, որ մեր ուզածով չարեց։ Մենք պիտի հասկանանք, որ Աստված այստեղ ուզում է տեսնի, ինչքանով դու իրավունք ունես, ինչքանով է քո աղոթքը ճիշտ, ինչքանով է քո աղոթքը պիտանի, օգտակար, եւ արդյոք դա վնասում է մեկ ուրիշին։ Կարող ենք այսպես ասել, փաստորեն ի՞նչ է դուրս գալիս։ Աստծո կամքը ճանաչելը նաև ձևավորվում է մեր մեջ հոգևոր իրավունքներ կամ մեր իրավունքների սահմանները ճանաչել։ Այո։ Դա էլ Աստծո կամքի մեջ մտնում։ Այո։ Այսինքն Աստծո խոսքը մեր մեջ կերտում է մի համակարգ, որը իրավունքների մի ամբողջ փաթեթ է կազմակերպում մեր մեջ, հասկացնել է, սովորում ենք մեր իրավունքները, այսպես ասած, եւ ոչ միայն մեր իրավունքները, այլ մեր դիմացինի իրավունքները, սահմանագծեր է գծում։ Այսինքն աղոթքի մեջ մենք Աստծոց արդարություն ենք սովորում։ Ոչ միայն աղոթքի, այլ ընթերցանության։ Դե հա, ուզեմ ասեմ, Աստծո հետ մեր հաղորդակցության մեջ Սուրբ Հոգին իհարկե օգտագործում է Աստվածաշունչը Աստծո խոսքի, բնական առանց Աստծո խոսքի ինչ խոսքի մեզ այդ օթից բաներ տենց կարող է շատ լավ չստացվի։ Աստվածաշունչը ամենակարևոր, հիմնական, հա, հիմնարար գրվածքն է, որ մեզ օգնում է հասկանանք։ Եվ աղոթքի մեջ, երբ որ մենք Աստծո հետ հաղորդակցվում ենք, Աստված մեզ սովորեցնում է հարգել ուրիշի իրավունքները, գնահատել ուրիշի օգուտը նաև, որտեղ շատ անգամ մեր աղոթները կապ ունեն նաև այլ մարդկանց հետ, կամ այսօրվա օրենքի հետ, օրենսդրության հետ։ Եթե մենք դրանց հակառակ ենք խնդրում, միանշանակ ինչքանով վստահ ենք եւ հույս ունենք, որ Աստված կօրհնի եւ կպատասխանի, որտեղ այս որբևար օրինակի մեջ հենց այդ իրավունք բառը օգտագործված է, ասում է իրավունք արա ինձ, այսինքն իրականում իր հակառակորդը այդ ոսող ասածը, հա, մեկն էր, որի հետ ինչ որ դատական վեճ ունեին։
օրենքի հետ կապված խնդիր ունեն։ Եվ այդ կինը այդ հարցի մեջ ճիշտ էր։ Ոչ թե ինքը սխալ էր, ու չգիտես ինչու եկել դատավորին ասում էր օգնի ինձ, եթե ինքը սխալ լիներ, դատավորը կարճ կասեր ոչ։ Դու սխալ ես, տիկին։ Օրենքի այս կետով սենց հատրված։ Եվ դրանով կդադարեր խոսակցությունը։ Բայց ինքը իրականում ճիշտ էր։ Բայց իր ճշմարտությունը հաստատող չկար։ Եւ քանի որ ինքը ճիշտ էր, այո, վերջը եկավ նրան, որ իր իրավունքը հաստատվեց։ Այդպես էլ մենք երբ որ գալիս ենք Աստծո առաջ, պետքա տեսնենք, ինչքանով է մեր սիրտը մաքուր։ Ինչքանով ենք մենք անկեղծ, ինչքանով ենք ազնիվ, որտեղ Տիրոջ խոսքը մեկ ուրիշ տեղ ասում է, երբ որ աղոթ եք անում, ներեք իրար։ Որովհետև եթե սրտիդ մեջ դառնություն կա, չարություն կա, մեկ ուրիշին ուզում ես զրկես, ուզում ես ասում քո կողմը անցկացնես, չէ՞, sense, որովհետև եկի այդ խնդիր ունես, քննի սիրտդ։ Ասում եմ, որովհետև եթե ոսոխի հետ ճանապարհ ես գնում ու դատավորի առաջ պիտի կանգնես, ճանապարհին փորձի այդ հարցը լուծես։ Այո։ Որովհետև եթե դու սխալ ես, ասում Աստված թույլ կտա, որ այդ դատավորը քեզ կհանձնի դահիճին ու ստիպած կլնես մինչև վերջի կոպեկը վճարել, որովհետև Աբրահամ ջան, եթե ես քեզ պարտքեմ, ես գիտեմ, որ ես պարտքեմ քեզ, թե հոգևոր իմաստով, թե ֆիզիկական իմաստով, ու պնդում եմ, որ չէ, Տեր Աստված դու օրհնի, Տեր Աստված դու արա, նենց արա, որ Աբրահամը, չգիտեմ, այսպես լինի, այնպես լինի, ասում եմ, ես չեմ անելու դա։ Հույս մի ունեցի, որ ես քո սխալը ճիշտ եմ դարձնելու։ Նույնիսկ եթե դու իմ զավակն ես, միևնույն է, ես քո սխալին սխալ եմ ասելու։ Այդ մարդու ճշմարտությունը ճիշտ արդարություն է։ Էդի եմ հաստատելու։ Կարևոր չի ինքը անհավատա, հավատացյալա, լավն է, վատն է, էական չի։ Աստված արդարության Աստված է։ Դարմար երբ որ մենք գալիս ենք Աստծո առաջ, այս առակը նաև սա էլ է հուշում։ Իսկ ինչպիսին է մեր սիրտը Աստծո առաջ։ Մաքուր է մեր սիրտը, մեր միտքը, մեր հոգին, մենք ազնիվ ենք մոտենում, անկեղծ ենք մոտենում։ Վստահ եմ, որ մեր աղոթների որոշակի հատված, չեմ ասում շատ մեծ, բայց որոշակի հատված մենք կարիք չենք ունենա աղոթելու, եթե ազնիվ ու անկեղծորեն տեսնենք, որ իրականում ես այդ հարցի մեջ սխալ եմ։ Ես կարիք ունեմ այդ հարցի մեջ փոխվելու, ապաշխարելու, կամ չգիտեմ, եթե պարտք եմ գումարը փակելու, ներողություն խնդրելու է, ներողություն խնդրելու, հա ինչ որ ձևով այդ հարցը ես կարիք ունեմ այդպես լուծելու, ոչ թե ասուն ստիպեմ, որ ինքը իմ սխալը ճիշտ դարձնի։ Էդիկ եղբայր, մի հետաքրքիր բան էլ մտքովս անցավ, կուզեմ սա էլ արտահայտվել։ Երբեմն մենք մեր դատավորին ընտրում ենք մեր մեջ, մեր զգացումներին, նրանք էլ են դատավոր, նրանք էլ են մեզ խորհուրդ տալի, դատեր են անում, մեր տրամաբանությանը, մեր պատկերացումներին, եւ նրանք մեզ դատ են անում, մեր իրավունքները նրանց առաջ են բերում, եւ ու գրեթե մենք միշտ ճիշտ ենք դուրս գալի, չէ՞։ Դե հա, ինքը սիրում է, որ քեզ արդարացնի, ասում խփել է, օրինակ աշկի տեղաշկ, աղբերս քեզ արել է, գնա դու էլ էդի զգացմունքները չեն թելադրում, իհարկե, պարեհաղորդության տակ, մի անգամից մեր զգացումներին ենք հարցում անում, հիմա ինչ անենք մենք, ինչ դատվանենք, դու ասում ես գնա ոնց կուզես, դու ճիշտ ես, դու ճիշտ կլնես, հա, չէ՞։ Այսինքն դատավորը սա էլ կարող է լինի։ Այստեղ մենք նկատում ենք նաև այդ իմաստով, որ Հիսուսը կարծես մեր հայացք ուղղում է դեպի Տիրոջը, նրան խնդրողներ, ընտրյալները նրանք են, փաստորեն այստեղ ընտրյալի մասին է խոսում, ընտրվածները, այսինքն ընտիրները նրանք են, ովքեր ոչ մի կերպ, ոչ մի դատավորի չեն դիմում իրենց ուրեմն իրավունքը անելու, որտեղ ծուռ են բոլոր իրավունքները, բացի միայն Աստծուց, կարևորին, որը ասում է, եթե անգամ երկայնամիտ լինի, եթե անգամ տվյալ պահին չանի, նա անելու է, քո դատը անելու է, ամենալավագույն ձևով, որ ոչ դու կվնասվես, ոչ էլ դիմացինդ։ Շատ ճիշտ է։ Սա իհարկե ֆիզիկական դատավորներին չի վերաբերում։ Իհարկե։ Կատի ունենք այո, փոխաբերական իմաստ։ Մարդը դատավորին միշտ դիմում է։ Թե դրսից, թե ներսից։ Մարդը իր մեջ է դատավոր լինի։ Երբեմն ճիշտ դատի, երբեմն սխալ դատի։ Շատ ճիշտ ես ասում։ Այս դեպքում արդեն հասկանում ես արդեն ոնց է պարզ է դառնում, ինչի մասին է խոսքը։ Աղոթքը ումը ուղղված։ Եվ այստեղ մի փոքր ես կուզենայի ավելացնել այդ գիշեր ու ցերեկ
այս կերպի վրա, հա, որ Հիսուսը սովորեցնում աղոթելը, ասում են նրանք, հա, ընտրյալներ բառը օգտագործումը շատ ճիշտ ես ասում, այսինքն խոսքը վերաբերում է Աստծո զավակներին եւ ասում է, որոնք գիշեր ու ցերեկ նրան են դիմում։ Այս գիշեր ու ցերեկ ձևը նկատի ունի, որ շարունակ մեր հայացքը իր վրա մեր դասը կապված է նրա հետ։ Քննես, արթուն ես։ Այսինքն ոչ թե դա պետք է լինի 2-3 նախադասությունով աղոտ ու գնացի ես իմ խելքով իմ ձևով անելու, Տեր ջան գնում եմ օշնի։ Միգուցե Աստված չի ուզում գնաս։ Հələ մի հատ աղոթեցիր, սպասի։ Մի րոպե կսպասես, երբեմն մի տարի կսպասես, նա թե ինչ իրավիճակ է, հա, բոլոր դեպքերի համար նույն բանը չեն կարող ասել։ Բայց երբ որ դու աղոթում ես, ասում եմ ամբողջությամբ հայացքդ նրա վրա ուղղի։ Գիշերն էլ արթնացար, նրա վրա ուղղի, ցերեկն էլ ապրեցիր, նրա վրա ուղղի, այսինքն շարունակ նրանից սպասի։ Տեր ես քեզ եմ դիմես հարցի համար։ Կենտրոնացած կյանք ասա իր մեջ։ Հիմա Աստված քեզ կուղորթի մարդու դիմես, օրենքին դիմես, չգիտեմ, այսպես անես կամ այնպես, դու քո հոգու մեջ կզգաս, եթե իրոք գիշեր ու ցերեկ, հա, ոնց որ sense անընդհատ շարունակական քո ուշադրությունը իր վրա է։ Տեր քեզ ինձ եմ սպասում։ Ամեն բարի բան։ Դա երբ է շատ հրաշալի թեմա, կարելի է երկար խոսալ այս թեմայի շուրջ, բայց ընդհանուր առմամբ բովանդակությունը շատ հասկանալի է եւ շատ կարեւոր։ Եվ մեր աղոթքների մեջ նորից ուզում եմ հիշեցնել, պետք է շատ ուշադիր լինենք։ Ես չգիտեմ, սա շատ կարևոր է, ուշադիր եղիր թե ինչ ես աղոթում եւ հետեւիր քո աղոթքների որակին, որ ուր է հասե քո աղոթքը, որտեղից ուր կարա հասած լինի։ Եվ այս գիշեր եւ ցերեկն է շատ, ինչպես դու ասեցիր, դա կենտրոնացում է նրա վրա։ Այսինքն ամեն դեպքում դու թե աշխատանքիդ վայրում, թե գիշերը քնած, թե քայլելուց, թե դրսում, թե ներսում, ուր որ լինում ես, քո ներսը մի հատ երևույթ կապ կա Տիրոջ հետ։ Այո։ Հենց դա աղոթք է նշանակում։ Այո։ Դու միշտ քո ամբողջ զգայարանները, շունչդ, քո զորությունդ, ամեն ինչ նրա շուրջ է պատտվում։ Աստծո խոսքի շուրջ, Աստծո շուրջ եւ քո իրավունքներիդ պաշտպանը արի sense վերջնակետ մի հատ։ Այո։ Քո իրավունքներիդ պաշտպանը անպայմանականորեն Աստված է եւ չունես այլ ընտրանք։ Սա մասին է, չէ՞ խոսքը։ Այո։ Դու չունես պարզապես այլ ընտրանք, նա է քո իրավունքների պաշտպանը։ Ամեն։ Երբ որ մենք մեր իրավունքները հանձնում ենք Աստծուն։ Այո, Ոչ թե ես եմ փորձում իմ իրավունքը առաջ հրեմ։ Այո։ Ու եթե մեկն իմ իրավունքը իմ իմացած ձևով հանգարց խախտում է, չէ, գալիս է բարկություն, նեղվածություն, անարդարությունը, սեն, հավատացյալները, աշխարհը, ասենք բողոք, դժգոհություն, նեղվածություն եւ այլն, այլ ես իմ իրավունքները Տիրոջն եմ հանձնել։ Դու խախտել ես իմ իրավունքը, դու ես պատասխանատու։ Ես քեզնից եմ սպասում։ Գալիս է պահը եւ Աստված հիմա պետք է Աբրահամի հետ խոսի, պետք է Սարգիսի հետ, Կարինեի կամ Նարինեի էական չի, բայց այդ հարցը կլուծվի։ Ես սպասում եմ իրան, ես չեմ անի դա ես ինքս իմ ձևով, վատ ձևով նկատում եմ։ Իհարկե, ես սպասեմ թող ինքը։ Հենց սա է հոգեոր ընտրվածի տարբերությունը աշխարհիկ մարդուց, սա է։ Որտեւ եթե ես գիտեմ, որ իմ սիրտը չար է, հասկանում ես, ու քո հանդեպ խնդիր ունեմ, ու աղոթում եմ, որ Աստված քեզ փոխի, անիմաստ աղոթք կա, որտեվ տեղ իրավունք չկա։ Ճիշտ ես։ Իմ իրավունքը ես պիտի հասկանամ, եթե ես քեզ պիտի ներեմ, Աբրահամ եղբայր, ուրեմն պիտի ներեմ։ Աշակերտները Հիսուսին ուզում էին օգտագործեն որպես գործիք։ Դե լինում։ Ինչ արեցին։ Չընդունեցին ինչ-որ միտեղ եւ շատ վատ վերաբերվեցին, ու աշակերտները Հիսուսին ասում են. «Արի կրակի չասնենք»։ Մեզ չընդունեցին։ Եղիայի պես։ Այսինքն ամեն ինչ ճիշտ է, ըստ Սուրբ գրքի։ Լրիվ ճիշտ։ Սուրբ գրքով։ Եվ ցավալին գիտես ինչ է, նայ։ Ասես չեք հասկանում ինչ եք ուզում, չեք հասկանում։ Գիտես ինչ, արի մի այսինքն դա ասո նախանձավորությունից չէր գալի, այլ ձեր վիրավորվածությունից էր գալի։ Սրտի կեղտից էր գալի, հա։ Չարությունից էր։ Չարությունից, դառնությունից էր գալի, այսինքն երբ որ իրավունքը չի պաշտպանվում, անպայման կամ դառը բան է բուսնում մեր սրտի մեջ, կամ էլ եթե մեր իրավունքի պաշտպանը Տերն է,
քաղցրենք։ Իրավունքը մենք կարող ենք պահել մեր եւ դա մեղք չի։ Ինձ արել են, ես էլ բա ինչ պիտի անեմ։ Մի ձևով չի ճանաչվում որպես մեղք։ Դու մեղք չես գործել։ Իհարկե սպանությունների մասին չեմ Հասկանալի, բայց արդյոք բաներ կա, հա։ Բաներ կա, ասենք, մեղք չես գործի, դու քո իրավունքի դատի կտաս ինչ-որ մեկին, որ հոգևոր բաների մեջ էլ այդ երևույթները կան քրիստոնեական աշխարհում, բայց դա ընտրյալի հասկանում ես ոչ թե քրիստոնյա, ոչ թե հավատացյալ, այլ ընտրյալի տեսակը, այն տեսակն է, ինչպես Դավիթը ուզեր գլուխը կկտրեր։ Այսինքն օրենքով վարվեցիր, թե սիրով։ Սա շատ խորն է տանում։ Էդվարդ եղբայր, շնորհակալ եմ։ Այնքան լավ բաներ, հայտնություններ ասեցիր, որ այնքան լավ թեմա է սա։ Թող Սուրբ Ոգին խոսի ամենքիս հետ։ Ամեն եղբայրս։ Եթե կոչում ես սիրով եւ քաղությամբ ավարտենք։ Հույս ունեմ, որ այսօրվա մեր թեմաներ մի փոքր օգնեց միգուցե վերանայելու մեր աղոթքի կյանքը եւ միգուցե ավելի լավ աղոթելու, ավելի ճիշտ աղոթելու, ավելի աստվածահաճո աղոթելու այնպես, որ ոչ թե ընդամենը մեր դուրը գա կամ կողքինների, հա, շատ լավ աղոթեց, եղբայրը շատ լավ աղոթեց։ Եթե մենք հարոզ ենք տալի աղոթեն, չէ։ Այդ որ իրականում Աստծո դուրը գա, որ ինքը լսի ուրախանա։ Ճիշտ է։ Աղոթքը դա մեր սրտի ինքնաբուխ խոսքն է, եւ այո, ինքը չպետք է վերածվի համոզելու գործընթացի, ասուն, կամ ինքնաարտահայտման, ինքնադրսևորման ձև, հատկապես երբ որ ընդհանրական աղոթք կա, հա, հավաքվել ենք մի քանի հոգով եւ մեկ աղոթք կա բարձրացնում, սկսում է ցույց տալ Սուրբ Գրքի իր իմացությունը։ Հա, ճիշտ է։ Սկսում է ցույց տալ, ասենք, երևույթների հանդեպ իր պատկերացումը։ Ես նույնիսկ քաղաքական աղոթներ եմ երբեմն լսում։ Տեր ջան, դու տենում ես այսօրվա կառավարությանը, սկսում են ասել մտցնում են իրանց այդ ընդդիմադիր մտածելակերպի մեջ են մտցնում, ասում տրամադրում են այսօրվա կառավարության դեմ անուն ազգանուններով էլ երբեմն ասելով, այս ինչը տենում ես, ինչեր անում, բայց միգուցե դա գալիս է ընդամենը նայած հեռուստատույցի որ ալիքն է ինքը նայում։ Հերոստացիցի ալիքը որոշում է թե դու ում կողմից աղոթ կանես։ Հա, իրականում։ Ու մարդիկ սկսում են ասում մտցնել իրենց քաղաքական նույնիսկ հայացքների մեջ, հələ էլ չեմ խոսում տնտեսական հարցերի մասին, եթե դու մեկին ասենք թե գումար ես բարքա, միգուցե դժվարանում ես, տաս ման չունեմ ասելու, բայց մտցնում ես այդ նեղ արանքները, թե հենց արա որ ինքը այդ փողի ձանից չուզի կամ ուշ ուզի կամ հատկացնում իր սիրտը, գոտրի իր քար սիրտը։ Չէ՞ որ ողորմացնի։ Գոտրի խոնարհացրա, երբ որ կարիք ունես դու ուղղակի հաշտվելու մարդու հետ կամ խաղաղ ապրելու։ Եթե ես անընդհատ իմ ուզածով եմ ուզում անեմ, չէ, ու դու չգիտեմ ինչի չես հարմարվում իմ կամքի հետ, ասենք հարցու կեսօր կարա լինի։ Ինչ սխալ բան եմ ասում, թե չէ։ Հարցու կեսօր փոխհարաբերություն կարա լինի, չէ։ Ասենք կեսօր ուզում է իր ուզածով լինի, հարցն է բնականաբար իր ուզածով։ Ու ճիշտ են ասում, գիտես։ Այդքանը ճիշտ է։ Պատկերացնենք իրանց աղոթները։ Այն ինդեից է քարկոծում նրան իր աղոթքով, այսինքն նրան է քարկոծում իր աղոթքով։ Այդտեղ իրավունք չկա։ Այդտեղ Աստծո իրավունք ամեն դեպքում արդարությունը չկա։ Ինքը կուզենար, որ երկուսն է խոնարհվեին ամեն մեկը իր տեսակետից եւ ասեր Տեր, սրանց հետո ես չեմ ուզում կեսօրի ձևով մոտենամ, ուզում եմ մայրաբար մոտենամ։ Գնալ ասեր Տեր, չեմ ուզում հարսի ձևով մոտենամ, ես ուզում եմ աղջկա ձևով մոտենամ, ուզում եմ քո պես մոտենամ։ Դու ոնց եղար, այդ տենց եմ ուզում լինեմ։ Բայց այդ դեպքում ես կտուժեմ, չէ՞։ Հա երևույթով Պողոսը երբ որ իրական դատավորներին դիմելու մասին է խոսում, ասում է, ինչի եք իրար դատի տալի, ինչի չեք դուք զրկանք կրում, հա ինչի չես ուզում մի քիչ տուժես, որ ոչինչ տուժի, եւ Աստված ինքը քո իրավունքը կբարձրացնի։ Այժմ ամբողջ խնդիրը դա է, իրավունքի հարց։ Ես ուզում եմ, որ մենք այդ մոտեցումը մեր աղոթքի փոխվի այդ դատավորի ու որդեվարու ու դառնա հոր եւ զավակի փոխհարաբերություն, որքան հնարավոր է։ Մեր աղոթքների մեջ ջերմություն կա։ Այդ ես երբեմն զգում եմ այս սառնությունը, հերավորությունը որոշ մարդկանց աղոթքների եւ Աստծո, ես էլ եմ ունեցել։ Այդպես չի որ ես չեմ ունեցել։ Հիմա էլ կարող է պահի տակ ստացվի։ Սամ ասեմ ոչ թե որ ուրիշների վրա եմ այդ հարցը գլորում, այլ ինքսին վրա վերցնեմ։ Այդ ջերմությունը, այդ տաքությունը, այդ ներքին քաղցրությունը, աղոթքը պետք է իմ եւ Աստծո միջև
ջերմ փոխհարաբերության ընդամենը միջոց լինի։ Եվ դա շարունակական է։ Միայն այն ժամանակ չի, որ երբ որ այս ծնկի եկա, դա յուրահատուկ պահ է եւ դա պետք է միշտ պահել, ասենք ծնկի գալ աղոթել, Աստծո հետ խոսել, դա յուրահատուկ է, պետք է անձեռնմխելի լինի։ Միշտ պետք է ունենանք, այո, մշտական։ Բայց մինչև դա եւ դրա ժամանակ եւ դրանից հետո գիշեր ու ցերեկ անընդհատ մեր սիրտը պետք է Աստծո հետ կապ ունենա ու այստեղ շատ կարևոր մի բան է, էլի միշտ փորձենք հարմարվենք Աստծո հետ, չհարմարացնենք իրան մեր հետ, հարմարվենք Աստծո հետ։ Ոչ թե Աբրահամ ջան, անցյալ անգամ հիշում ես, քո ասածով արեցինք, հիշում ես, չէ՞։ Այս անգամ էլ արի իմ ասածով անենք։ Մարդկանց մեջ միգուցե սա աշխատի, բայց մարդու եւ Աստծո մեջ չի կարելի սենց անել։ Ես մի բան էլ հիշեցի, չնայած ժամանակը բավականին անցել է, բայց ես էլ բան չեմ ասում։ Սա էլ է մտնում այսօրվա թեմայի մեջ։ Տես, ինչ ասում, ինչ որ կուզես մարդիկ քեզ անեն, դու այդպես նրանց արա։ Այո։ Երբ որ դու ուզում ես մարդիկ քեզ մի բան անեն, իրավունքը 100%-ով աշխատում։ Այնտեղ օրենքները անպայման քո օրենքի տերն ես։ Այո։ Հենց որ դու պետք է շնորհն արդեն գալի։ Հա, հենց որ շնորհքի հարցը Բայց հա դե հիմա ինչ անենք, մարդը մաս սխալվել է, ոչինչ, թող ները, թող հասկանան ինձ եւ 100% շնորհ է, իմ հանդեպ շնորհ են անում, բայց ես քո հանդեպ օրենք եմ Այ հիմա երբ որ ես պիտի անեմ, արդեն ստե ծառվում է օրենքը։ Նկատում ես, իրավունքը ծառվում եմ, որովհետեւ իշահ ինձ պետքա լինի։ Ինչ գեղեցիկ մեկ նախադասություն, որ ամբողջ Աստվածաշունչը ապվված է դրա։ Ու Հիսուս ասում է, սա է օրենքը եւ մարգարեները, այ քեզ բան։ Ես վստահ եմ, որ շատ աղոթներ չեր արվի, եթե մարդիկ այդպես մոտենային։ Իհարկե։ Ես գիտեմ ինչ պետք է արվի, կգնամ կանեմ, որտեվ դեմ ասելանների։ Ինչ որ ուզում ես քեզ անեն, հարմարվի, օրհնի։ Ինչքան որ լավ կարող ես վերլուծես եւ անալիզ անես, թե ինչ պիտի անեն քեզ, այդպես դու արա իրանց։ Հիմա եթե ես քո սուրճը դու սիրում ես դառը, ու ես անդադ քաղցր եմ ավելացնում, որտեվ ես քաղցր եմ սիրում։ Ու մեր մեջ անդադ վեճ է լինում։ Տեր ջան, փոխի Աբրահամին իրան քաղցր սուրճ խմել սովորացրու։ Անիմաստ դատարկ աղոթք կա ախր։ Դրա փոխարեն ես մի քիչ ջանք կանեմ, դառը քեզ կլսնեմ, քաղցր մենակ ինձ կանեմ։ Դու դառը խմի եղբայրս, ես էլ քաղցր կխմեմ։ Ու հաշտ կնենք։ Չէ, թող ինքը սովորի քաղցր խմել։ Հարցը լուծվում է այդպես։ Ոչ, թող ինքը սովորի քաղցր խմել։ Ես էլ կաղոթեմ, որ Աստված քո ճաշակը փոխի։ Ախր ինքը դատարկ աղոթք, անիմաստ աղոթք, չեն պատասխանում այդ ձևի աղոթքները, ու հետո մենք ընկնում ենք դառնության մեջ, թե ինչի մարդիկ չեն փոխվում, ինչի Աստվածի աղոթքներին չի լսում, ախր ես ճիշտ բան եմ ասում, ախր սուրճը պետք է քաղցր խմել։ Ես գիտեմ, այտենց է ճիշտ։ Պատճառը ունես, Եկեք փոխվենք էլի։ Էդիկ եղբայր շնորհակալություն, քո աղոթքով ավարտենք։ Շնորհակալ եմ եղբայրս։ Մեր մեծ Աստված պաշտոն փառավորում ենք քեզ մեր հայրը։ Շնորհակալ ենք այս հրաշալի հզոր գործիքի համար, որ անունը աղոթք է։ Շնորհակալ ենք այս քաղցր սքանչելի միջոցի համար քեզ հետ հաղորդակցվելու, որի անունը աղոթք է։ Այո Տեր, ամեն ժամանակ մեզ աղոթքներ սովորեցրու։ Այո Տեր, մենք շատ անգամ աղոթքի մեջ աճելու տեղ ունենք։ Այո Տեր, սովորեցրու մեզ քո սիրտը զգալ, սովորեցրու մեզ քո հոգու մեջ լինել, սովորեցրու մեզ քո կամքին վստահել։ Հայր, շնորհակալ ենք, որ շատ անգամներ լսում ես մեր աղոթքներն ու պատասխանում քո ողորմության համեմատ, քո կամքի համեմատ։ Դու միշտ լսում ես մեր աղոթքները, Տեր, ու միշտ քո ողորմություն անում ես մեզ, Հայր։ Դրա համար մենք այնքան վստահ ենք, որ միշտ կարող ենք քեզ դիմել մեր կյանքի բոլոր հարցերում, բոլոր իրավիճակներում եւ բոլոր հարցերի համար։ Շնորհակալ ենք, որ միշտ լսում ես մեր աղոթքներն ու ողորմում ես մեզ։ Ամեն Տեր, որտեվ սիրում ես մեզ։ Այո Տեր, փառք ես։ Խնդրում եմ Տեր նաև Աբրահամ եղբորս համար, իր կյանքի, իր ընթացքի, իր ընտանիքի համար, այս ծառայության համար, խնդրում եմ նաև բոլոր Տեր այս խոսքը լսողների համար, որպեսզի քո սուրբ հոգով խոսես ամենքիս հետ։ Փառք ես Ավետյան Հայր, Հիսուսի անունով։ Ամեն։ Փառք ես Տեր։ Փառք Տիրոջը, հրաշալի թեմա, որը Աստծո սրտից է եւ Տերը փնտրում է իրեն ճիշտ աղոթողներ, Տերը փնտրում է իրեն փնտրողներ եւ Էդիկ եղբայր շնորհակալություն այս թեմայի համար, որ այսօր Տերը սրտումը դրեց որ խոսաս, օրհնված եւ հաջողված եղիր, մենք նորից կտեսնենք, որովհետեւ փառք Տիրոջը քեզ համար միշտ պատրաստակամորեն գալիս ես մեր եթեր, իսկ դրա համար շատ շնորհակալ եմ։
եղբայրս։ Սելի քորեր եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը, արագորեն օրերը մոտենում են իր տարվա ավարտին, այնպես որ շատ քիչ ժամանակ կա մնացել այս տարին ավարտելու, բայց մենք ունենք մեր առջև հավիտենությունը, Փարթիրոջը։ Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ։ Մանրաթա, Տերը շուտով գալու է, իսկ մենք առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։